Այստեղ իմ կողմից եւ ոչ միայն իմ կողմից այնքան փաստեր բարձրաձայնվեցին, որով հերքվեց այս ամեն ինչի արդիականությունը, որ դրացուցիչ անդրադառնալու կարիք չեմ զգում դրանց, որպես ամփոփիչ խոսք ուզում անդրադառնալ եկեղեցու հանդեպ կատարվող այս տոտալ հարձակմանը, որ պարոն Գալստյանն ասում է դա առանձին եկեղեցականների վրա, եկեղեցու վրա չի, եկեղեցին դա ինչ-որ նախ սահմանադրությամբ ամրագրված կարգավիճակ ունի եկեղեցին եւ ինչ-որ մի հատ տենց պետական մարմին չի, բան չի, որ տենց ասենք դե լավ, տենց մարմնին չեն կպնում, անդամներին են կպնում իբր պետական կառավարման հարցերը լուծել եք տենց ամեն ինչ բան ա լինում, օպտիմալ է, մնաց եկեղեցուն անդրադառնաք Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է քառակուսի մետրը 100 դրամով հողեր է սեփականաշտորվում, արգելում է մեր տենց բաներ չանեք, դրանից հետո Վանաձորի համայնքապետարանը էլի 100 դրամով հող է սեփականաշտորվում։ Դուք այդ հարցը չեք կարող լուծեք, դուք ինչ գործ ունեք եկեղեցու հետ։ Սա շատ ունիսոն, շատ սինխրոն է ադրբեջանա-թուրքական տանդեմից եկած պատվերի հետ, որպես եկեղեցին անգամ պետություն չունեցած ժամանակներում հայ ազգի ազգային ինքնապահպանության որպես ինստիտուտ Եվ այդ ամենից արդեն բխեց Սամվել Կարապետյանի նկատմամբ մեկնարկած այս հետապնդումը, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու մեր պետության, բայց առավելապես իշխանությունների համար։ Անդրադառնալով հնչած գնահատականներին, հնչած խոսքերին, Արցախ հանձնել չհանձնելու վերաբերյալ պարոն Գալստյանն ասում է 21 եւ 23 թվականներն է հիշատակում, շան գլուխը թաղված է 22 թվականի հոկտեմբերի 6-ի Պրագայում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մեջ, ես ում եք ինչ ասում, էտով էր ձեզ ստիպում տենց հայտարարություն անել, դրա համար ենք ասում հայրենիք իշխանության դիմաց, սատարման դիմաց, և 23 թվականի ընտրությունները հիշեք, որ Քարոզ Արշավի վերջին կամ նախավերջին օրը զանգ եղավ Էրդողան Փաշինյան հեռախոսազրույց, այդ հեռախոսազրույցի արդյունքում ձայնագրվեց հարցազրույց, որը չգնաց եթեր, ճիշտ այնպես ինչպես 20 թվականին։ Հետո արդեն ուղիղ եթերով մի այլ հարցազրույց գնաց եթեր, ընտրություններից 2 օր անց եղավ Արցախի վրա հարձակում, Էրդողանն էլ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել սպասվող հարձակման մասին։ Դե հերք եք, ասեք սուտ է ասում։ Շնորհակալում դա տենց է։ Հիմա այս վիճակագրությունը, այս փաստերը, այս պատմությունը հնարավոր չի ջնջել, սրանք փաստեր են։ Հիմա 8-րդ տարին է ձեր իշխանության պտտվում, դուք ասում եք, բա վայ, ժամանակին ինչ-որ մարդիկ, մանկապարտեզները, խիմերակ մանկապարտեզ են յուրացրել։ Դուք շատ լավ գիտեք, ով ինչ էր արել։ Է որ հմեկով ցույց տալու համար այդ մասկի շոուները պոլին պարկացնելու նկարում էիք, հետո սյոմկան ավարտվում է, փոշին թափ են տալի, քնչականում մի հատ կոֆե են խմում, ասում են դե լավ գնացեք հետո կպայմանավորվենք։ Էդ է ձեր բերած արդարությունն ու բանը, կոռուպցիայի դեմ պայքարը։ Ու թվաբանության մեջ չի, այսքան դոլար, այնքան դոլար, այսքան դրամ։ Մարդկանց հույսը, հավատը, վստահությունն եք դուք մսխել, ոչնչացրել։ Այս երկիրը սարքել եք սակարկությունների առարկա, ու հիմա այսօր էլ այս թրքաբհաճո այս վարքագծով ընդամենը ուզում եք իշխանության վերարտադրության հարց լուծել, այդ հին մաշված սկավառակները պտտացնելով, բայց այդ ամենը ի բարեբախտություն մեզ չի աշխատելու և 26 թվականի հունիսին Հայաստանում մենք ունենալու ենք բացարձակապես նոր իրողություն։